Երևանի ժամանակով զրուցաշարն է Ֆակտոր TV եթերում, բարև ձեզ մեր զրուցակից այսօր գրող Գևորգ Տեր-Գաբրիելյանն է, ողջույն։ Բարև, Աննա ջան։ Պարոն Տեր-Գաբրիելյան, վերջերս եղավ ձեր գրքի քննադատական մտածողության շնորհանդեսը, ինչի կապակցությամբ ձեզ կրկին շնորհավորում ենք։ Շնորհակալ եմ։ Սա այս թեմայով հայերեն առաջին ընդլայնված ձեռնարկներ։ Ըստ ձեզ մեր հասարակությունը որքանով է քննադատական մտածող։ Նախ այդ հարցը կուզեի տալ։ Դե ես համոզված չեմ, որ հասարակությունները կարող են լինել քննադատական մտածող, հասարակություններում կարող է լինել որոշակի խումբ մարդկանց, որոնք հմտությունը զարգացրել են, բայց ինչն է աշխարհում փոխվում, որ հիմա դա կարծես իրոք պարտադիր պահանջ դառնա մարդկանց համար, իրոք ամբողջ ժողովուրդների, որովհետև դու անհատապես միայնակ ես մնացել այդ ինֆորմացիոն հոսքի դիմաց եւ ոչ մի այլ միջոց չի լինելու, որը առաջներում ասենք կար, որովհետև այդքան մեծ չէր ինֆորմացիոն հոսքը, դու ստանում էիր կատ մի տեղից ինֆորմացիան, դու ունեիր որոշակի ինֆորմացիոն ալիքներ, որոնցից ստանում էիր ինֆորմացիան, հա, դա ասենք ընտանիքներ, դպրոցներ, հետո կյանքի, ասենք գործի միջավայրը եւ կամած թերթերը, հեռուստացույցը եւ այլն, դրանք շատ փոքր ալիքներ էին եւ այդտեղ կողմնորոշվելը այդքան էլ բարդ չէր կամ չկողմնորոշվելու հետևանքները այդքան լավ չէին երևում։ Հիմա երբ որ սարսափելի շատ է դարձել դա, ամեն անհատ պիտի ինչ որ չափով դառնա քննադատական մտածողության մասնագետ, ով որ չդարձավ, լինելու է մանիպուլյացիաների ենթակա։ Դառնալը դժվար է, որովհետև մեթոդաբանություն չկա եւ դպրոցում դա դեռ չեն ուսումնասիրում եւ նույնիսկ նաեւ համալսարանում եւ այլն, թեև հիմա արդեն ինչ որ դասընթացներ նաեւ Հայաստանում, հա, արվում են եւ ասենք ես գիրքը մի փոքրիկ բան է, առաջարկ է, ինչ որ մեկը նույնիսկ անվանեց այլընտրանքային առաջարկ, որ մարդիկ կարողանան սկսել կողմնորոշվել այդպիսի հարցերում։ Իսկ տեղեկատվական այն հոսքերը, որի մեջ մենք ապրում ենք, նույն սոցցանցերը, որքանով են նպաստում կամ հակառակը գուցե ինչ որ առումով խոչընդոտում քննադատական մտածողության զարգացմանը։ Դե էլի այստեղ այդ process-ը, որի մասին ասում էի, շատ մասշտաբային դարձավ, ինֆորմացիոն հոսքերի տարափը շատ մեծացել է եւ սոցցանցերի միջոցով շնորհիվ նաեւ նույնպես։ Եվ մենք տեսնում ենք ինչ, որ էլի եմ ասում, եթե առաջ դու ստանում ես մոնոլոգիական պատկեր աշխարհի, ասենք կար, ասենք Խորհրդային Միության մեջ կար պատմության մի դասագիրք, հա, թեկուզ հենց Հայաստանում հայ ժողովրդի պատմության շատ բարալիկ դասագիրք էր, կամ ԽՍՀՄ պատմության դասագիրք, ամբողջ ԽՍՀՄ տարածքի բոլոր դպրոցների համար։ Երբ եկավ այսպես կոչված պլուրալիզմը եւ Խորհրդային Միությունը քանդվեց, դասագրքերի տարատեսակները բազմացան։ Օրինակ Ռուսաստանում պատմությունը դասավանդվում էր բազում տարբեր դասագրքերի հիման վրա եւ այս վերջերս միայն արդեն այդ տոտալիտար համախմբման process-ի ընթացքում օրենք ընդունվեց, որ պիտի լինի միայն մի պատմության դասագիրք, որովհետև ուզում են վերադառնալ այդ մոնոլոգիկ տոտալիտար, ուրեմն տարբերակին, որ մարդկանց միաձև դարձնեն եւ մտածելու հնարավորություն չտան։ Ու Հայաստանում փաստորեն ինչքան ես գիտեմ միշտ է եղել հիմնականում բայց ինքը ունեցել է տարբերակներ, տարբեր տարիներին տարբեր հեղինակներ են արտադրել եւ այլն, որ սա փոքր հասարակություն է, օգուտ չի եղել դրանից, բայց հիմա համացանցի գալով մարդիկ կարողանում են եւ երիտասարդները եւ պատանիները կարողանում են ինչ ասես փնտրել, ստանալ, համեմատել, մտածել, դա մի կողմից, մյուս կողմից մենք տեսանք, որ եթե ասենք առաջ մի 30 տարի առաջ համարվում էր, որ համացանցը հիմնականում զուտ բարի է, հիմա տեսնում ենք, որ համացանցի գալով կեղծիքը կամ հորինվածքը սարսափելի մեծ տոկոս է կազմում այն ամենի, ինչ դու համացանցից ստանում ես։ Այսինքն վնասը սկսում է ավելի նշանակալի լինել, քան օգուտը։ Դա շատ վտանգավոր բան է։ Կրկին մարդ պիտի ստանա հմտություններ, որպեսզի կարողանա դրան դիմակայել, կարողանա կողմնորոշվել դրա մեջ։ Եվ այստեղ կա մի նրբին հարց,
ինչով է տարբերվում քննադատական մտածողությունը մեդիա գրագիտությունից։ Այ արդեն մեդիա գրագիտությունը, ինչքան գիտեմ, դպրոցներում սկսում են դասավանդել եւ այլն։ Բայց կա տարբերություն, որովհետեւ մեդիա գրագիտությունը պահանջում է լուրերի որակների մեջ տարբերակում դնել, իմանալ, որ մեդիան է վստահելի, որն է հավաստի տեղեկություններ տալիս, եթե կասկած ունես փաստերից դուգում իրագործել, հա, բայց կեղծիքը կամ շեղող ինֆորմացիան այնքան շատ է, որ դու երբեք չես հասցնելու ամենը ինչը կարող է կասկածի տեղիք տալ ստուգման ենթարկել։ Ուրեմն պետք է մի նախնական մի մետա կարողություն, որը քննադատական մտածողություն է, որ դու կողմնորոշվես ու որոշես այս 20-30 նյութից որը դու քննության ենթարկես, իսկ մնացածները պարզապես մի կողմ նետես, մի կողմ տնես, ասես չեմ էլ ուզում զբաղվել սրանցով, հա։ Եվ այդտեղ գալիս է քննադատական մտածողությունը։ Ասածս ինչ է, որ խոսքը ոչ թե կոնկրետ նյութերի վերլուծության մասին է, այլ մտածողության որոշակի տարատեսակի։ Աշխարհայացքի ըստ էության։ Այո, եւ քննադատական մտածողությունը պահանջում է ի վերջո գիտական աշխարհայացք։ Հիմա դա էլ տարօրինակ պնդում է, որովհետև եթե մարդը գիտնական չէ, ինչու պիտի ունենա գիտական աշխարհայացք։ Բայց այստեղ ստացվում է այդպես, որ եթե դու ուզում ես ժամանակակից կյանքում կողմնորոշվել, պետք է իմանաս գիտական աշխարհայացքը ինչ է, եւ նույնիսկ դա է քիչ, հետո էլ պիտի ունենաս մեկ այլ տեսակի աշխարհայացք, որը ես անվանում եմ մտագործունեական աշխարհայացք։ Իսկ դա բարդ կառույցներ են եւ այսպես ասած երկու խոսքով հնարավոր չէ բացատրել, բայց այս նյութը, այս գիրքը գրված է այդ տեսակետից։ Հիմա մի բան էլ ասեմ, որ ինքը այդքան էլ հեշտ գիրք չի։ Եթե եւ արդեն հնչել է քննադատություն, որ կարդում ես շատ հետաքրքիր է, բայց կիրառելը դժվար է։ Դա էլ հենց մտագործունեություն է պահանջում ձեր ասած։ Այո, եւ իրոք այստեղ կա նաեւ այդ օրենքը հայտնի, որը ասում է, որ մարդը կարող է իմանալ ինչ պետք է անել, բայց դա չի նշանակում, որ նա կանի դա, որ նա կկարողանա կիրառել։ Դրա համար սա պետք է համարել օժանդակ նյութ պրակտիկ վարժություններ կատարելիս, պրակտիկ քննադատական մտածողության էքզերսիսներ իրագործելիս, էլի։ Պարոն Տեր-Գաբրիելյան, որքանով է պետություններին, օրինակ մեր պետությանը, ձեռնտու ունենալ քննադատական միտք ունեցող քաղաքացի։ Եվ օրինակ ընտրությունների շրջանակում այդ քննադատական մտածողությունը ինչպես կարող է օգտագործվել։ Նու առաջին մասը հարցի պետությանն է վերաբերում եւ այսպես պետք է հասկանանք, պետությանը քննադատելը մի բան է, քննադատական մտածողությունը մի քիչ ուրիշ բան է։ Այսինքն քննադատական մտածողությունը հենց ուրեմն պետք է, ինչպես ասացինք, նրա համար, որ դու կողմնորոշվես եւ ճիշտ որոշումներ կայացնես։ Դու կարող ես ճիշտ որոշում կայացնել առանց պետությանը քննադատելու։ Մյուս կողմից պետությանը քննադատելը, եթե դու զգում ես, որ ինչ որ խնդիր կա, շատ կարեւոր բան է։ Երրորդ կողմից պետք է չի խառնել իրար պետությունը եւ իշխանությունը։ Ես այդ արդիվ, եթե թույլ կտաք, ձեր գրքից մի մեջբերում կանեմ։ Բացի այլ պրիմիտիվացումներից, այսինքն պարզունակացումներից եւ պրոֆանացիաներից, պետության ֆետիշացումն էլ բերում է իշխի ֆետիշացմանը։ Երևի հենց դե տեսեք ինչ հետաքրքիր բան է։ Այո, օրինակ այսօրվա Հայաստանում եւ նաեւ երեկվա արդեն անկախությունից ի վեր պետությունը որպես արժեք մարդկանց մեջ ներդնելը շատ կարեւոր է եղել։ Մանավանդ քանի որ Սփյուռք կար, որը կարող էր մտածել, որ այս Հայաստանի Հանրապետությունը չի ամենակարևոր արժեքը, մինչդեռ, ասենք, Ռուսաստանում պատմականորեն մենք տեսնում ենք հակառակ ֆենոմենը, երբ պետությունը օգտագործվում է որպես անհատին ճնշելու միջոց եւ պետության գերադասումը անհատին նշանակում է դու քո կյանքը զոհիր պետության համար, ոչ մի բան չստանալով, քանի որ պետությունը այս հասարակության գլխավոր ֆետիշն է։ Այսինքն դա կախված է նայած ինչ հասարակության մասին ենք մենք խոսում։ Այսօր Հայաստանում պետությունը որպես արժեք շատ կարևոր է եւ դրական բան է, որովհետեւ դեռ չի հասել եւ հուսով եմ չի հասնի այն պահի, երբ անհատին կգերադասվի, հա։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ էլի խոսքը ոչ թե իշխանության կողմից
մարդու իրավունքների խախտումների մասին է, այլ հենց պետության անունից անհատին ճնշելու մասին է, հա։ Այսօր Հայաստանում դա տեղի չի ունենում եւ դա պետությունը դրական արժեք է։ Այսօրվա Ռուսաստանում դա տեղի է ունենում եւ փաստորեն պետությունը դառնում է մի այսպես իրոք ֆետիշ, որի միջոցով մարդկանց զրկում են իրավունքներից։ Այդ տարբերությունները կան, տարբեր տեղերում տարբեր ձևի է դա լինում։ Մենք պետություն ենք, որը պատրաստվում է առաջիկայում ընտրությունների 26 թվականին։ Այս ժողովրդական լեզվով ասած թացը չորից տարբերելու համար մենք ունենք այդ գիտելիքները, հմտությունները։ Այսպես ասեմ, էլի, ասենք ծանոթ լինելով աշխարհի տարբեր երկրների եւ հատկապես հիմնականում նախ եւ առաջ զարգացած, ասենք, արևմուտքի պետական համակարգերին եւ նրանց գործունեությանը, ես պիտի ասեմ, որ ընտրությունների ժամանակ հեշտ է կողմնորոշվելը, մեծ ինտելեկտուալ ճիգ չի պահանջում ընտրությունը, որովհետև ավաղ այսօր հատկապես պոպուլիստական այո, նպատակներ են ու միջոցներ են իշխանության հասնելու եւ փաստորեն, այսպես ասած, դու միշտ ընտրում ես վատի եւ վատթարի միջև։ Ես դժվարությամբ եմ պատկերացնում այնպիսի խարիզմատիկ կուսակցություն կամ անձեր, հա, առաջնորդներ աշխարհի մասշտաբով, որ քեզ համար հատկապես գերադասելի լինի։ Իհարկե կան մարդիկ, որոնք կլինեն այդ follower-ները, հա, այս ինչ մարդու կամ այն ինչ մարդու, բայց այդտեղ շատ ուժեղ դեր ունի էմոցիան բան, այդտեղ ինտելեկտը այդքան մեծ դեր չունի, էլի։ Իսկ վատի եւ վատթարագույնի միջև կողմնորոշվելու համար մի քիչ կարիք կլինի քննադատական մտածողության, որը նաև պահանջում է երևակայություն, տեսնել թե ապագայում ինչ կլինի, եթե այսինչ խումբը կա իշխանության։ Օրինակ մենք այսօր տեսնում ենք, որ Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո կամաց դանդաղորեն իր հանրապետական կուսակցությունը կամ կուսակցությանը հարող մարդիկ, որոնք իրեն քվեարկեցին, սկսում են հիասթափվել։ Այսինքն նրանք տևականորեն չդիտեցին, թե ինչ է լինելու Դոնալդ Թրամփի կառավարությունը, ինչ է անելու, դեպի ուր է գնալու։ Ասենք դու, չգիտեմ, արտգործնախարարության աշխատակից էիր Ամերիկայի Միացյալ Նահանգների, դու ընտրեցիր Դոնալդ Թրամփին, որովհետև հուսաթափվել էիր, հուսախաբվել էիր դեմոկրատների իշխանությունից, Բայդենը տարեց էր եւ այլն, եւ դու ուզում ես նոր շունչ։ Հետո գալիս է նա եւ մի քանի օրվա մեջ քեզ կրճատում է։ Հա, եւ դու անձամբ քո իսկ ընտրության պատճառով դրա այսպես քաղում ես դրա հետևանքները, այսպես տանում ես դրա հետևանքները։ Այնպես որ երևակայել թե այսինչ խումբը եթե եկավ իշխանության, հետո ինչ կլինի, շատ կարեւոր է, բայց տարբերակումը քննադատական մտածողության օգտագործումը ինձ թվում է ավելի կարեւոր է տարբերակելու համար իշխանությունը պետությունից։ Մեզ մոտ իդեպ հաճախ նույնացվում է։ Նույնացվում է հենց իշխանության կողմից, եւ այստեղ կա շատ կարեւոր քննարկում, որը գրեթե տեղի չի ունենում, հա, օրինակ օրենքի անանձնականության հարցը։ Տեսեք, ժամանակակից լավ ժողովրդավարության, այսպես հավակնություն ունեցող պետությունները կազմավորվում են այն հիմքի վրա, որ օրենքների մի խոշոր մասը անանձնական է։ Եվ հիմա էլի Ամերիկայի օրինակը բերեմ, կռիվը հենց դրա շուրջ է գնում։ Դոնալդ Թրամփը ընդունում է մի օրենք չէ, հրաման։ Հետո դատավորը ասում է, չէ, սա օրենքին չի համապատասխանում ու ջնջում է, ասում է մի ենթարկվեք սրան։ Հետո Դոնալդ Թրամփը այդ դատավորին փորձում է էլի նեղը գցել, հա, կամ մեկ այլ հրաման ընդունել, եւ այդ անընդհատ գնում է։ Օրենքը պիտի լինի իդեալում անանձնական։ Երբ որ օրենքը անձնականանում է, դա բերում է կամայականության, այն որ կոչվում է վոլյունտարիզմ։ Այսինքն այսօր ես եմ իշխանությունը, այս քայլերն եմ անում ու չեմ նայում այդ անանձնական օրենքին, որը շատ հին ավանդույթներ ունի եւ ասենք սահմանադրությունը դրա մի տարբերակն է, դրա ձևակերպման մի տարբերակն է, հա, եւ դատական օրենքները դրա ձևակերպման մի տարբերակն է եւ դատավորը, որ ասում են ինքը բան չի, արդար չի կամ անկախ չի, կախյալ է, ինչ նկատի ունեն, որ նրա որոշումները կամայական են, գուցե թելադրված
բանից, հա, գործադիր իշխանության կողմից եւ այլն, մինչդեռ պիտի հենված լինեն անանձնական օրենքի վրա։ Այս շատ հետաքրքիր տարբերակում է, հենց որ օրենքը դառնում է կամայականորեն օգտագործվող, էլ այդտեղ օրենք չի մնում։ Ինքը դառնում է զուտ ձև եւ կա այդ տերմինը լեգիզմ, երբ դու օրենքով արդարացնում ես քո գործողությունները, բայց իրականում դրանք կամայական գործողություններ են։ Եվ օրենքների համակարգի մեջ իրար կցված չեն այլևս այն նոր օրենքները, որոնք դու օգտագործում ես, որպեսզի խախտես այդ անանձնական օրենքը, հա, որը եւ գրված եւ չգրված ձևով գոյություն ունի, որը մարդկանց հասարակությունը ի վերջո միավորում է, միասին է պահում։ Հենց որ սկսեցիր խախտել, խաղեր խաղալ, ինքը սկսում է թուլանալ։ Որ ինքը սկսում է թուլանալ, իդեալական պատկերը կլինի պատերազմ բոլորի պատերազմը բոլորի դեմ։ Եթե օրենք չկա, ես էլ կարող եմ խախտել, ես էլ եմ ինձ իրավունք տալիս խախտելու։ Հետևաբար բոլորը սկսում են իրար հետ կռվել արդեն անօրինության պայմաններում, դա տանում է անարխիայի, Հոբսի իմաստով, հա, Հոբսը ասում էր հենց այդ պետությունը պետք է նրա համար, որ մարդիկ դադարեն միմյանց կոտորել, դրա համար պիտի այդ օրենքը լինի անանձնական։ Եվ դրա շուրջ կառուցվեց ամբողջ այդ փիլիսոփայությունը, հա, այդտեղ է պետք քննադատական մտածողություն կիրառել, որ հասկանալ ինչ է անանձնական օրենքը, արդյոք այն կարող է գոյություն ունենալ, արդյոք այն կա։ Մենք հիմա տեսնում ենք ինչպես միջազգային հանրության մասշտաբներով խնդիրներ են առաջանում անանձնական օրենքի որոշակի մոդելի շուրջ։ Եվրոպական միության անդամների մեջ դիսիդենտական ձայներ են հնչում, հա, որոշ պետություններ չեն համաձայնում Եվրոպական միության այդ կառուցվածքի ընդունած որոշումներին։ Ամերիկան հրաժարվում է Եվրոպայի հետ լինել ՆԱՏՕ-ի այն սկզբունքներին համապատասխան, որոնք պայմանավորվել էին։ Հենց որ դու պայմանավորվում ես, ինչ որ պայմանագիր ես կնքում, դա դառնում է անանձնական օրենք։ Հետո դրա խախտումն է արդեն քեզ կարող ես արդյոք խախտել, չես կարող խախտել, օգուտ կլինի քեզ խախտելը, թե վնաս կլինի քեզ խախտելը եւ այլն։ Այդ խաղը սկսում է։ Հիմա մենք տեսնում ենք, որ անանձնական օրենքի գաղափարը, որը համաշխարհային քաղաքակրթությունը դարերի ընթացքում փորձել է այնպես ձևակերպել, որ դա նաեւ պայմանագրի մաս դառնա, սկսում է խարխլվել։ Դա շատ վտանգավոր process է, համաշխարհային process է։ Հայաստանում դրա, հա, այսպես դրսևորումները նույնպես կան, պետք է դրա շուրջ քննարկում ծավալել, ի վերջո մենք ինչ ենք ուզում։ Հավատում ենք արդյոք, որ կարող է լինել անանձնական օրենք, թե ոչ։ Իսկ մեր իշխանությունները որքանով են քննադատությանը դիմացող կամ հենց ընդդիմությունը։ Տարբերակենք, որ քննադատական մտածողությունը մի բան է, արդեն ասացի, քննադատությունը այլ բան է։ Իրենք ունեն քննադատական մտածողություն։ Այն իմաստով, որը ես այս գրքի մեջ եմ դնում, եթե նույնիսկ մարդիկ ունեն եւ ոչ միայն իշխանության պաշտոններ գրավողները, ապա հաճախ իրենք էլ չգիտեն։ Ոմանք սակայն շատ բարձր կրթության մարդիկ են եւ կարող են շատ հեշտությամբ հասկանալ, ես ինչ նկատի ունեմ այս գրքում, արդյոք կսկսեն վարվել ըստ դրա, թե ոչ մեծ հարց է, որովհետեւ ի վերջո քննադատական մտածողությունը ինքնապաշտպանության միջոց է, անհատական որոշումները, ճիշտ որոշումներ կայացնելու միջոց է, քաղաքական խաղը, որը այսօր մոդայիկ է դարձել Հայաստանում եւ շատ հաճելի մարդիկ նույնպես դա ասում են սա քաղաքականություն է։ Նրանք նկատի ունեն, որ ի վերջո քաղաքական խաղը այդ անանձնական օրենքի հետ կապ չունի։ Կարող ես ձեռքդ գցիր, կարող ես դուրս արի դեմարդեն եւ հաղթիր, այսինքն դիտարկում են այդ զրո գումարային իրադրությունները, ասում են քաղաքականությունը դա է։ Մի խումբը իշխանության է ուզում է պահպանել այն, մյուս խումբը իշխանության չէ, ուզում է գալ իշխանության եւ նրանց միջև ընթարում է։ Այդ ընթարման մեջ գրեթե ամեն ինչ թույլատրելի է։ Հիմա ինչ է նշանակում գրեթե ամեն ինչ։ Ուրեմն թույլատրելիության սահմանները գնում են ընդգրկելով անթույլատրելին կամաց կայս հասկացությունը, հա, Օվերտոնի պատուհանը։ Օվերտոնի պատուհանը հենց դա է նշանակում, որ դու հանկարծ նախնական ինչ-որ ինֆորմացիա ես տալիս։ Դու, այո, ասում ես մի բան, որը երբևէ չէր կարելի, որ ասվեր։ Ասենք հայհոյանք ես գրում հանրայնորեն համացանցում, հա, սոցիալական ցանցում։ Դրանից հետո մի անգամ արեցի, երկու անգամ, երրորդը կրկնեց արեց, հայհոյանքը սոցիալական ցանցում դառնում է սովորական բան։ Դու ընդլայնեցիր թույլատրելի տիրույթը։
հա, Overton-ը օրինակը բերում է մարդ ուտելու վրա, ասում մարդ ուտելը դե այդքան էլ ընդունված բան չի բարկացծո այսօրվա աշխարհում, բայց եթե մեկը գրեց որ դե ինչ կա որ շատ էլ հետաքրքիր նորմալ բան է, մարդը համեղ միս է, կարելի է եւ նրան ուտել, կասեն սա գիժ է բանդեզեն, բայց տաբուն բացվեց, Overton-ի պատուհանը լայնացավ, հետո մյուսը գրեց, երրորդը գրեց, իսկ դա կարելի է կազմակերպել նաեւ, հա կդառնա սովորական բան, կսկսի քննարկվել, իսկ ճիշտ է թե սխալ է արդյոք մարդ ուտելը եւ այլն եւ այլն։ Այ այդպես այդ Overton-ի պատուհանի օգտագործմամբ հիմա քաղաքական պայքարն է տեղի ունենում։ Ով կարող է, որքան կարող է ընդլայնի այն, ինչ առաջներում թույլատրելի չէր համարվում ասելը։ Իսկ մեր կրթական համակարգը որքանով է նպաստում քննադատական մտածողության զարգացմանը, ձեր դիտարկմամբ, թեկուզ դպրոցները, հանրակրթական բուհերը։ Ես դժվարանում եմ ասել, որովհետև մենք գիտենք, որ ոչ այդ անվանը համապատասխան ինչ որ գործունեություն չի ծավալվում, ոչ էլ մարդիկ երբ որ ինչ որ դաս են սովորեցնում կամ սովորում մտածում են, որ այ հիմա պետք է կիրառել քննադատական մտածողություն։ Մենք մի գրքույկ էինք հրապարակել մի քանի տարի առաջ, որտեղ դա առաջարկել էինք, որ մտնի, թե եւ որ ցույց էինք տվել էլի կիրառման ձևերը, հա, պրակտիկայի ձևերը, թե ինչպես դա կարող է մտնել հանրակրթական process-ների մեջ։ Բայց այստեղ կա մի խնդիր, որովհետեւ պետական համակարգը կրթության միշտ ինքը բավական ինստիտուցիոնալ է բնականաբար եւ բավական պահպանողական է եւ լավ իմաստով եւ վատ իմաստով, հա, այսինքն եթե վերցնենք մի 2 դար առաջվա իրադրությունը, եղել են ինչ որ շատ խելոք մարդիկ, կրթողներ, գիտնականներ, որոնք կազմել են կրթական համակարգի այն ձևը, որը գրեթե մինչեւ այսօր շարունակվում է պետական կրթական համակարգերում մեր տարածաշրջանում։ Նրանք դա արել են Եվրոպայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, ինչ որ ձևի Անգլիայում, հետո դա ժառանգվել է ցարական Ռուսաստանի կողմից, վերափոխվել է ըստ իր կարիքների, բայց սկզբունքը մնացել է նույնը։ Հետո խորհրդային ժամանակներում եւ նույնիսկ մինչ այդ արդեն սկսել է հայկական միջավայրում նույն կերպ տրամադրվել գիտելիքը եւ մինչեւ այսօր այդ ավանդույթը մնում է, այսինքն դու գնում ես դպրոց ուսումնասիրելու գրականություն, քերականություն, օտար լեզու, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, հասարակագիտություն, ֆիզկուլտուրա, երգեցողություն եւ նկարչություն։ Այդ հիմնական էս բանն է, այ մի երկու բան գուցե բաց թողեցի, բայց հիմնական դա է այդ կառուցվածքը եւ դա տեսական ուսուցում է, չհաշված ֆիզկուլտուրան եւ ասենք երգեցողությունը կամ նկարչությունը եւ այդ համակարգը շատ ուժեղ է։ Վերափոխման փորձերը, որոնք արվել են վերջին, ասենք, կես դարի ընթացքում, արվել են ինչպես օրինակ հայտնի է Ֆինլանդիայի փորձը եւ այդպես մի քանի հատուկ պետությունների, որոնք պետական մակարդակով վերափոխել են կրթական համակարգի էությունը։ Այո, ներեցեք, որ ընդհատում եմ, այս իշխանությունը, հա, օրինակ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հաճախ մենք լսում ենք այդ մեսեջները, որ նախկինում կրթական համակարգը անգիրի ինստիտուտի հիման վրա էր, հիմա մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հենց ես կարծում եմ հենց դա նկատի ունեն, քննադատական մտածողությունը զարգացնել։ Այո, ցանկությունը կա, այստեղ պետք է հասկանալ, որ երբ որ ես ասում եմ, ես ի վերջո գովում էի նախկին համակարգը, թեկուզ եւ իդեալական դեպքը, հա, որովհետեւ այն ժամանակվա մարդու համար, այն ժամանակվա քաղաքակրթության համար այդ համակարգը, այդ տեսական ուսուցման համակարգը, որը հիշողության վրա էր հիմնված եւ այլն, շատ կարեւոր էր, բայց այն պրոֆանացիայի ենթարկվեց եւ այլակերպման ենթարկվեց եւ խորհրդային միության, որովհետեւ դա իշխանության հետ շատ ուժեղ կապված բան է, ասենք տոտալիտար իշխանությունը պրոֆանացիայի է ենթարկում կրթական համակարգը եւ կրթության նյութը։ Եվ մենք Հայաստանը ժառանգեց եւ հետո որքան էլ փորձեր եղել են դա փոխել, դա եղել է հիմնականում կամ անհատ ուսուցիչների փորձերը կամ ասենք այլընտրանքային ոչ պետական համակարգի մեջ մտնող դեպքերը կամ շատ բացառիկ դեպքերում կա ասենք Բլեյանի դպրոցը, որը պետական դպրոց է համարվում, բայց ստացել է այդ օքեյը ունենալու լրիվ առանձնահատուկ, հա, կրթական ծրագիր։ Կամ այլ դպրոցները ոչ պետական, ասենք Վալդորֆյան դպրոց կա եւ այլն եւ այլն։ Դրանք շատ լավ են, որովհետեւ
ծնողները կարող են որոշել իրենց երեխային այլընտրանքային տարբերակով թույլ տալ, որ նա այսպես սովորի։ Հիմա ասում են, այո, եկեք հիշողությունից անգիրից դուրս գնանք այն մյուսին, եւ որոշակի քայլեր են արվում, եւ շատ ողջունելի է դա, եւ կան նվիրված ուսուցիչներ, որոնք փորձում են, ուզում են, ցանկանում են, գնում են այդ ճանապարհով, այդ ուղղությամբ միշտ էլ եղել են, բայց այստեղ կան մի շարք հանգամանքներ, թե ինչ է սովորեցնում, ինչու է սովորեցնում, եւ կա նաեւ այսպես քաղաքտնտեսական հանգամանքը, որքան էլ փոքր չափսերով ուսուցիչների աշխատավարձը բարձրացնում են, բայց ասենք ինչքան ես եմ նայում, ես մասնագետ չեմ, բայց ինչքան դա տրամաբանական է, հա, ես եթե նայում եմ Ֆինլանդիայի փորձին, ես տեսնում եմ, որ այնտեղ ուսուցիչները միջինի չափով վարձատրվող, այսինքն ոչ ամենաբարձր, բայց շատ նորմալ վարձատրվող կյանքի համար հերիք չափով, հա, վարձատրվող մասնագիտություն է։ Հայաստանում առայժմ դա այդպես չէ։ Աղքատ երկիր է, աղքատ պետություն է եւ նույնիսկ վարձատրության փոփոխությունը չի բերում այն վիճակին, այո, որ ուսուցիչը իրեն վստահ զգա իր վաղվա օրվա ապահովության համար։ Եվ այդ իրադրության մեջ դու չգիտես ինչ է լինելու, հա, որովհետեւ մարդը էնտուզիազմը չունի այդ փոփոխություններին բան լինել, հա, դեպի դրանք գնալ, նոր բան սովորել, էլի գալիս են, էլի կան երիտասարդ ուսուցիչներ, բայց նրանք վերցնում են հիմնականում արևմուտքից եկած վերջին խոսքը, որը արդեն նախավերջին է դարձել, այսինքն միշտ մի քայլ ուշացումով, հա, այսինքն սա էլ մի ասպարեզ է, որտեղ ոչ թե պարզապես քննադատական մտածողություն է պետք, այլ մտագործունեություն է պետք, որպեսզի ճիշտ ձևի դրած քննարկումների ընթացքում որոշվի, թե պետական համակարգը կրթական ինչպիսին է լինելու, եթե այն պիտի պահպանվի, եթե չի անցնում պետությունը, որը երբևէ գրեթե տեղի չի ունենում, զուտ մասնավոր դպրոցական համակարգի։ Պետք է նստել քննարկել, արդյոք դա հնարավոր է, որովհետև գիտեք ինչ, միտքը ձևակերպելը եւ արտահայտելը հեշտ բան չէ։ Եթե մենք նայում ենք մեր հանրային դիսկուրսին, բլա բլա բլան լիքն է։ Եթե մենք նայում ենք մեր գրականությանը, հայերեն ստեղծված նաև գիտական գրականությանը, հա, հումանիտար ասպարեզում, բլա բլա բլան լիքն է, բայց ո՞րն է այդ բլա բլա բլայի մեջ միտքը, ինչ է նշանակում այդ բլա բլա բլայի մեջ ունենալ միտք, ունենալ մտքային այնպիսի ձևակերպում, որը ունի բացատրական ուժ, եւ նրան ով դա ստացավ, առաջ է մղում, նրան նորույթ է հայտնում, հա, այդ բավական աղքատիկ է դրա առումով, էլի այս հասարակությունը։ Fake կեղծ լուրերը եւ ատելության խոսքը հիմնականում տարածվում են հենց այն հասարակություններում, որտեղ քննադատական մտածողությունը թերևս ավելի թույլ է, չէ՞, զարգացած։ Մեզ մոտ այդ առումով իրավիճակն ինչպիսին է։ Այդ թերևս բառը շատ կարևոր է, որովհետեւ էլի ես չեմ կարծում, որ մենք կարող ենք օբյեկտիվ այդպիսի ինչ որ պատճառահետևանքային կապ ստեղծել։ Ինչու է տարածվում fake լուրերը։ Ես արդեն ասացի, որ ինֆորմացիայի գերագույն մեծամասնությունը այլևս վստահելի չէ, հա, համացանցով եկող հանրային ոլորտում սոցիալական ցանցերով եկող։ Ես կուզեմ մենք հայաստանյան օրինակներով խոսենք, որպեսզի հեռուստադիտողին էլ հետաքրքիր լինի։ Հա, դժվարանում եմ ասել հայաստանյան, լավ, վերցնենք մի օրինակ։ Ուրեմն ես շատ մանրամասն բաներ չգիտեմ, օրինակ այդ դավադրապաշտական դեպքը վերջերս, երբ խնդիր առաջացավ հանրային ոլորտում, որովհետև Թուրքիայից եկել էր շտապօգնություն թուրքական համարով, հա, եւ մարդիկ ստեղծեցին այդ բաներին, հա, դևերին, այդ դավադրապաշտական եւ այլն։ Հիմա ես հասկացա, իմացա, որ դա, եթե չեմ սխալվում, Ֆրանսիայում հիվանդացած մի մարդ էր, որին չէր կարելի ինքնաթիռով տեղափոխել, դրա համար նրան ավտոմեքենաներով բերել են, ինչքան հասկանում եմ, Ֆրանսիայից, Թուրքիայի միջոցով մինչև Հայաստան։ Երևի այդ ավտոմեքենաները ճանապարհին փոխել են։ Ինչն է այստեղ խնդիրը, որ հասարակությունը լինելով տրավմայի մեջ եւ կան մանիպուլատորներ, որոշակի մարդիկ, որոնք ուզում են ուռճացնել բոլոր այդպիսի դեպքերը, նրանք բարեգործական դեպքը, այսպիսի հումանիտար, հա, պայմանավորվածությունը ներկայացնում են որպես ինչ որ արտառոց բան, որ իսկ ինչն է խնդիրը, դժվար է հասկանալի, հա, որ հիմա Թուրքիայից մեքենաներ են գալու, թող գան, Հայաստանը դիվանագիտական ասպարեզում վաղուց ձգտում է նրան, որ հայկական համարանիշներով մեքենաները նույնպես Թուրքիա մտնեն,
խնդիր չկա այդտեղ։ Մյուսը իհարկե ճիշտ ինչպես որ երկրաշարժի ժամանակ երբ Թուրքիայում երկրաշարժ եղավ Հայաստանից օգնություն տրամադրվեց, հաշվի առնելով որ դիվանագիտական հարաբերություններ չկան, երևի սա նաև երկու կողմի համագործակցության փոքրիկ օրինակ է եւ կողմերը, հատկապես գուցե հայկական կողմը դա օգտագործում է որպես այսպես բարի կամքի դրսևորման քայլ, հա, ինչ որ երևույթ դրսևորում։ Այսինքն պետք է հասկանալ, որ եթե այս իշխանությունը եւ ես կասեի նույնիսկ այս պետությունը, որտեղ դա հին պատմություն է, մենակ վերջի 5 տարվանը չէ, ուզում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, պետք է աշխատի որքան հնարավոր է այդպիսի բարի կամքի դրսևորման դեպքերը օգտագործել, եթե հնարավորությունը կա, հա, բայց հիմա այս ինչ որ ես ասում եմ, խորը քննարկման կարիք ունի։ Արդյոք կա այդ, ասենք, որքանով է իրական այդ վախը, որ Թուրքիան հիմա սահմանները կբացի, կգա կգրավի։ Իսկ ինչ է նշանակում կգա կգրավի։ Ինչպես են դա պատկերացնում մարդիկ, հա։ Այս ամենը պետք է քննարկվի։ Ավաղ այդ աղմուկի խնդիրներից մեկը նաև այն է, որ վախերին եւ կարծրատիպային, այսպես ձևակերպումներին շատ ավելի շատ տեղ է տրվում, քան ստապ, հանգիստ, մասնագիտական եւ ոչ միայն մասնագիտական, նաեւ հանրային քննարկմանը, թե ինչի մասին ենք մենք խոսում։ Հենց դա է դավադրապաշտության կապը քննադատական մտածողության հետ, այսինքն նրանք հակադիր են, հա։ Քննադատական մտածողությունը միջոց է, որպեսզի դավադրապաշտության, այսպես տրամաբանական այս սուտի կապերը միմյանց միջև քանդես։ Ասես որ չէ, այստեղ sense բան չկա, դու այդքան փաստ չունես, որ պնդես, որ սրանից ինչ որ հա դավադրության հոտ է գալիս, որ սրա պատճառով զոհվելու է, զոհաբերվելու է ինչ որ քեզ համար կարևոր բան։ Սա զուտ այն պատճառով է տեղի ունենում, որ կարելի է օգտագործել այդպիսի փաստը, հա, ուռճացնել այն, իսկ հակադիր կողմի պատասխանը լավ ձևակերպված չի գալիս։ Այս քննարկումը, որը ես հիմա փորձում եմ մոդելավորել, էլի ես հավակնություն չունեմ դա իրականում, հա, ներկայացնել, որովհետև տվյալ քիչ ունեմ, բայց ինքը տեղի չի ունենում։ Իսկ ատելության խոսքի մասով ինչ կասեք։ Ինչպես տեսնում ենք, ամեն օր ավելի ուժեղ է այդ խոսքը։ Աննա ջան, էլի մենք պիտի պայմանավորվենք, որն է ատելության խոսք, որն է չատելության խոսք։ Այն, որ Օվերտոնի պատուհանը ընդլայնվում է, սա ինչ է։ Եթե մարդիկ սոցցանցերում ամեն առիթով վիրավորում են իրար, հայհոյում են, դա նշանակում է, որ իրենց մոտ քննադատական մտածողությունը թույլ է, թե գուցե իրենց կարծիքով հենց դա է քննադատական մտածողությունը։ Քննադատական մտածողությունը sense հանգիստ, բավական գիտական, հա, մեթոդ է որոշակի հարցերին մոտենալու։ Ինչ վերաբերում է սոցցանցերում վիրավորանքի տարածմանը, ես դրա մասին արդեն մի քիչ ասացի, բայց դա էլ է մեծ խնդիր, ինչ է համարել վիրավորանք, ինչ է չհամարել վիրավորանք։ Ամբողջ աշխարհը հիմա քննարկում է այդ հարցը, որն է ատելության խոսք, որը թույլատրելի խոսք։ Եվ այդ Օվերտոնի պատուհանը անընդհատ մեծանում է ատելության խոսքի կամ վիրավորանքի կամ հայհոյանքի, ուրեմն հանրային լինելու հնարավորությունը անընդհատ ընդլայնվում է, պատմականորեն նույնպես։ Հիմա երբ որ դպրոցում երեխաները իրար հայհոյում են, դա պարզապես մնում էր փոքր տարածքում, նրանք հաճախ իրենց ծնողներին էլ դա չէին ասում, եւ դա այդ բռնության դրսևորումները, հա, այդ լինի դա բուլինգ, նշավակում եւ այլն, հետո ձևավորում են այն մարդուն, որը մենք հետո տեսնում ենք, որ այդ մարդը այդպեսին է, կամ բանակում այդ վիրավորանքների պատճառով մարդիկ ինքնասպանության են դրդվում, հա, բայց դա տեղի ունենում փակ տարածքում, հանրային բան դուրս չի գալիս, էկրանի վրա դուրս չի գալիս եւ դրա համար այդքան հարցեր չէր առաջացնում, բայց հենց որ դա սկսում է դուրս գալ հանրային էկրանի վրա, այստեղ առաջանում են հարցեր, իսկ ինչից ես դու վիրավորվում, ինչից չես վիրավորվում, որովհետև ասենք արևմուտքում, հա, արտասահմանում կա նաև դրա չափազանցված տարբերակը, երբ մարդը ասում է ես վիրավորվեցի այսինչ բանից, ասենք ես ասացի, որ չգիտեմ, ծաղիկի ցողունը կանաչ է, նա ասում է
ես կանաչ բառից ալերգիա ունեմ, դու կանաչ բառը օգտագործեցիր, դա ինձ վիրավորում է կամ ինձ վնաս է բերում, հա? Այսինքն որտեղ է այդ սահմանը, դա շատ բարդ ու դժվար է ձևակերպել։ Հիմա տարբեր ձևեր են օգտագործում, օրինակ ասում են բռնության սպասումը։ Իրոք դրա մեջ կա ռացիոնալ հատիկ։ Երբ դու ինչ-որ ինտերակցիայի, ինչ-որ կոմունիկացիայի ժամանակ անվստահ ես քեզ զգում, բռնության սպասում ունես, արդեն դա բռնություն է քո նկատմամբ։ Այո, հոգեբանական Եվ այս գիրքը հենց այդ սկզբունքի վրա է հիմնված։ Երբ դու տեսնում ես, որ կոմունիկացիայի ժամանակ քեզ ուզում են ինչ-որ բանի ենթարկել, մանիպուլյացիա անել, այն բանի, որին դու կամավոր կերպով համաձայն չես։ Դու պիտի միացնես քննադատական մտածողությունը, սկսես մտածես, այն ինչի է սա անում։ Նա ուզում է նշավակել ինձ, նա ուզում է ինձ պարզապես մանիպուլացնել, նա ինքն էլ չի հասկանում, որ ես սրանից վատ եմ զգում, թե ինչ, եւ այլն։ Վերել դա օրենսդրական դաշտ միշտ խնդրահարույց է։ Հիմա օրենքում կա երևի ձևակերպում, թե ինչն է վիրավորանք, ինչը ոչ եւ այլն, բայց դատարանները, դատավորները անընդհատ դիտարկում են դա եւ որոշումներ են կայացնում օբյեկտիվ թե ոչ, հա, ըստ անձնական օրենքի թե ոչ, դժվար է ասել, բայց հետո որ նյութը կուտակվի այդ որոշումների կարելի կլինի դա վերլուծել։ Օրինակ ասում են, որ եթե ինչ որ մեկը ասեց, արդյոք սա ռուսական շպիոն չէ, քանի որ դա հարցականացված էր, այս մարդն էլ վիրավորանքի համար դատարան էր դիմել, բայց դա վիրավորանք չէ։ Հա, կոպիտ ասած ես հիմա այդ իրավական ձևակերպումները չեմ տալիս, բայց օրինակն եմ բերում։ Այսինքն դու կարող ես հռետորաբանորեն այնպես ձևակերպել միտքդ, որ օրենքի սահմաններին չկպնես, տակից դուրս գաս։ Ձեր ասած լեգիզմն է, հա, մի քիչ։ Այո, չէ, այս լեգիզմը այնա, երբ օրենքն է ստեղծվում այնպիսին, որը անանձնական օրենքի հետ կապ չունի։ Եվ դու օրենք ունես հատուկ, ասենք լեգիզմը այնա, որ դու քո պետությունը որոշում է կայացնում, որ նախագահը ընտրվում է ամբողջ ժողովրդի կողմից, բայց մեկընդմիշտ։ Դա լեգիզմ է, որովհետև ընտրությունների համակարգը պահանջում է երկրի ղեկավարի փոփոխություն, հա? Իսկ այս դեպքը դա հռետորաբանական կարողություն է, այնպես ձևակերպել միտքդ, որ դու ինչ-որ մեկին վիրավորես, բայց պատասխանատվության ենթարկելի չլինես։ Շատ հայտնի անեկդոտ կար դեռ սովետական ժամանակներում, երբ մեկը մյուսին ասում է ապուշ, սա նրան դատարան է ուղարկում, դատարանը նրան ուրեմն տուգանքի է ենթարկում, ասում է 10 ռուբլի, 10 սովետական ռուբլի պիտի մուծես։ Սա հանում է 20 ռուբլի է դնում, եւ այս մարդուն երկրորդ անգամ է ասում ապուշ։ Հա, այսինքն այդ ձևը, որ դու կարող ես տակից դուրս գալ, թույլ է տալիս, որ այդ օվերտոնի պատուհանը անընդհատ մեծանա, լայնանա։ Այստեղ հարցեր են առաջանում մեր ներքին տաբուների, ինչ կանոններ կարելի է խախտել, ում կարելի է ավելի շատ քննադատել նաև գրեթե անընդունելի բառերով, օրինակ հանրային դեմքին պիտի դա ավելի կարելի լինի, որովհետև նա հանձն է առել հասարակությանը ներկայացնել պետությունը, հա, այսինքն եթե ինչ-որ հանրային դեմքն է ինչ-որ անհատին վիրավորում, դա անթույլատրելի է, որովհետև նա ունի իշխ ուժ, պետության ուժը։ Բայց որ իրեն պիտի համակերպի։ Եթե իրեն ինքը պիտի ավելի տոլերանտություն ունենա։ Հիմա դա անձնական ներքին արժեք պիտի լինի, թե պիտի դրա վերաբերյալ օրենսդրություն լինի, դա բաց հարցեր են։ Ձեր գրքում դուք այսպես տերմին ասել եք ճիշտ է, մտաջիկոններ, այդպիսի մի եզրույթ եք օգտագործում, դուք նշում եք, որ դրանք շատ են, գրեթե ամեն բան կարող է դառնալ նաև մտագործունեական կիրառուկ եւ դրանց քիչ թե շատ ամփոփ ցուցակը դեռ չի մտահղացվել։ Մտաջիկոն է ամեն ինչ, մտքի ամեն ընթացք, որը դուրս է բերվում եւ հանված ձևով դառնում է կիրառուկ, գիտակցված է եւ օգտագործվում է։ Մտաջիկոն բառը ես առաջացրել եմ էմոջի բառի նույնությամբ Իկոնա բառն էլ այնտեղ, որտեղ էմոջիի մեջ իկոնիկ պահ կա, չէ՞, դա նկար է, ասենք ծիծաղիկ կամ, չգիտեմ, ժպտիկ եւ այլն, եւ միտք բառը դրան միավորելով։ Այսինքն ասածս ինչ է, որ պատկերացնենք նշանային համակարգ, որով դու կարող ես ասել, այ այստեղ մտքի այսպիսի
հնար կա այսպիսի կիրառուկ է օգտագործվել։ Իսկ այստեղ մտքի այսպիսի կիրառուկ է օգտագործվել։ Այ դու նայում ես տեքստը եւ ասում ես։ Մարդը ասում է, որ ասենք Խորհրդային Միության կործանման պատճառները բազմաթիվ են, մի պատճառ չի։ Ինչ է դա նշանակում։ Եվ նա թվում է պատճառները, հա, ասենք, չգիտեմ, նավթի գնի անկումը, այն տարեց, չափից դուրս տարեց ծերակույտը, այդ կառավարողների, ղեկավարների, ազգային շարժումների զարթոնքը, դա նշանակում է նա կոնտեքստը ընդլայնում է, նա մի պատճառահետևանքային կապ չի տալիս, դա մտաջիկոն է, կոնտեքստի ընդլայնումը։ Չէ, մեր ազգային ժողովում մտաջիկոններ հաճախ եք տեսնում, որ կիրառեն։ Պետք է վերլուծել, որ տեսնենք կիրառում են, չեն կիրառում, այստեղ կամ մեր պաշտոնյաները իրենց խոսքում։ Երբեմն կարող ես տեսնել, ասենք հենց դատական վճիռները կարդալիս դու տեսնում ես ես ասում եմ Հայաստանում այս անկախության տարիների ընթացքում շատ զարգացել է իրավական լեզուն եւ դա շատ հետաքրքիր process է, միտում է, այո, եւ այստեղ էլի կարող է նա չարաշահման նպատակով օգտագործվել, բայց կարող է նաեւ շատ հետաքրքիր պատճառահետևանքային կապերը դուրս բերելու համար օգտագործվել։ Ինչ վերաբերում է այն կռիվներին, որոնք մենք հիմնականում տեսնում ենք պարլամենտում, սա ավելի շուտ մշակութային բան է, պետք է տեքստը վերցնել, նայել, տեսնել ինչ կա այստեղ ճիշտ թե սխալ, հա, որովհետեւ առանց տեքստին նայելու դժվար է ասել, բայց դա պատկանում է այն բանին, որի մասին արդեն խոսեցինք, որ պոպուլիզմը հայհոյելը, ատելության խոսքը, Օվերտոնի պատուհանը ընդլայնելը դարձել են քաղաքականություն վարելու գլխավոր միջոց, որովհետև մարդիկ որպես արժեք իրենք ընդունել են, որ եթե դու ուզում ես հասնել իշխի կամ մնալ իշխի, դու պիտի այդ միջոցներին դիմես։ Հիմա լավ կլինի, որ շատ դա այդ մշակույթը, որը տհաճ մշակույթ է, չբերի բռնությունների ահագնացող տարափի, որովհետև ինչպես ասացի, անանձնական օրենքի խախտվելը բերում է անարխիայի, հա, բոլորի պայքարի, բոլորի դեմ, եւ այդ պայքարը շատ արագ կարող է դառնալ ֆիզիկական բռնության պայքար։ Դա է խնդիրը։ Դու ուզում ես տեսնել քաղաքական դեմքերի երկխոսության ժամանակ արգումենտատիվ քննարկում, ոչ թե էմոցիոնալ բախումներ, բայց նրանք հաշվի են առնում, որ էմոցիոնալ բախումը ժողովուրդը ավելի շատ է դիտելու։ Ինչու՞, որովհետև նրանք ու մարդիկ ընդհանրապես եւ ամբողջ այդ PR-ային այդ բանը, հա, շուկայական մոտեցումը կոմունիկացիային, սոցցանցային կոմունիկացիային եւ այլն, ասում է, որ մարդը կենթանի է, ինչպես շունը կամ, չգիտեմ, վագրը եւ այլն։ Նա հակված է անսպասելի ինֆորմացիային ավելի անմիջական ռեակցիա տալու։ Բնազդային մակարդակ։ Եթե ես խելոք ինչ որ դժվար արգումենտ եմ ասում, մարդկանց մեծ մասը չեն լսելու եւ մենք դա տեսնում ենք, հա, քննարկումներում գիտական, մշակութային եւ այլն, ում են դրանք հետաքրքրում։ Իսկ եթե ես ինչ որ սկանդալային բան եմ անում, մարդու բնազդը աշխատում է, որ ուշադրությունը հառվի։ Դա է երևի հիմնական պատճառը, այդ PR-ային այդ սխալ մարտավարությունը, որը ավաղ այդքան էլ սխալ չի այն իմաստով, որ դու հաղթում ես, որ ժողովուրդը քեզ շատ է նայում, բայց թե էլի պետք է երևակայել ապագան, թե ինչ ապագայի է բերելու այդպիսի մանիպուլյացիան ժողովրդի, հա, կարծիքի հետ եւ այլն, դու չես կարող հաշվարկել, դու կարող է հասնես այն ապագային, որը ուզում էիր, այն բան մոտակա ապագային, բայց ռազմավարական ապագայում շատ ուժեղ վնասես հասարակությանը եւ ամեն ինչին։ Այդ բանը կա, հա, հաշվարկը կա, որը քննադատական մտածողություն է պահանջում մտքում ունենալ։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Տեր-Գաբրիել։ Խնդրեմ։ Իսկ ես հիշեցնեմ, որ Երևանի ժամանակով զրուցաշարներ Ֆակտոր TV եթերում կհանդիպենք։